Հրադադարը հայտարարելուց անմիջապես հետո 3 ամբողջ օրը Իսրայելը ծայրահեղ ռմբակոծության է ենթարկել Լիբանանի մի ամբողջ տարածաշրջան։ Իսրայելը Լիբանանի մի ամբողջ տարածաշրջան հողին է հավասարեցնում եւ իր տարածքը մեծացնում է դրա հաշվին եւ ասում է որ բուֆերային գոտի եմ կառուցելու։ Իրենց տվյալներով շուրջ 600,000 մարդ պետք է լքեն տները, ըստ Լիբանանի շուրջ 1 միլիոն մարդ մնում է անտուն եւ շարունակում է ռմբակոծությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարբեր խողովակներով ասում է Միացյալ Նահանգներին, որ հրադադարի պայմանները խախտված են, որովհետեւ հրադադարը հայտարարվել է նաև հաշվի առնելով Լիբանան, այսինքն որ Լիբանանում նույնպես պետք է լինի հրադադար, որևէ ռմբակոծություն չպետք է լինի։ Հիմա Բենյամին Նետանյահուի կառավարությունը անձամբ ինքը որպես Իսրայելի վարչապետ ծայրահեղ քննադատության տակ է հենց հիմա Իսրայելում մի կողմից, որ նա խախտում է հրադադարը, նաև քննադատվում են Միացյալ Նահանգներում քաղաքական ուժերի կողմից, որ նա Թրամփի հայտարարած խաղաղության պլանը սաբոտաժ է անում, պատերազմում է, շարունակում է ռմբակոծել Լիբանանը, որը Իրանի պահանջների մեջ է մտնում եւ հետեւաբար նրանք ի պատասխան կփակեն եւ բացեցին Հորմուզի նեղուցը նավարկման համար եւ նաեւ մյուս կողմից կարող են շարունակել ռմբակոծել ծոցի երկրները, Միացյալ Նահանգների բոլոր կարևոր ինֆրաստրուկտուրաները, կառուցվածքները եւ այլն եւ այլն։ Մյուս կողմից նաև Բենյամին Նետանյահուն նաև քննադատվում է, որ այս հրադադարը պարտություն է Իսրայելի համար, որովհետև Իրանը կվերախմբավորի իր ուժերը, ավելի լավ կպատրաստվի, երկու շաբաթվա մեջ չեն գա որևէ եզրակացության եւ հետեւաբար պատերազմը կշարունակվի։ Եվ ահա այսպիսի իրավիճակ է հենց հիմա Իրանը, Իսրայելը, ամերիկյան բանակցային տիրույթում։